Եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայկ Նահապետյանը, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, մենք չենք խոսել դեռ Միացյալ Նահանգների վերջին առաջարկների մասին, որ ուղարկել են եւ Կիև եւ Ռուսաստանի Դաշնություն, Ռուսական կողմը, երկու կողմերը արդեն արձագանքել են, Եվրոպայից եւս արձագանք կա, մենք հաղորդման երկրորդ հատվածը ամբողջությամբ կնվիրենք դրան, բավականին հետաքրքիր է, հերթական շոուն է, հերթական, չգիտեմ ինչն է Թրամփի կողմից, թե այստեղ կա որոշակի լրջություն, թեպետ շատ խիստ արձագանքներ նաեւ եղավ Ռուսաստանի Դաշնության կողմից եւ ոչ միայն, բայց սկզբում երևի խոսենք մեր թեմաների մասին, բրուտոսները շատանում են, այդպես է, իշխանությունը, երբ որ բանդայի ձեռքում է հայտնվում, իրենք սկսում են իրենց մեքենան շատ ակտիվ կերպով աշխատեցնել եւ ինչպես տեսնում ենք, իրենց մոտ հաջողում է։ Սրբազան Մասաչուսեթսի թեմի Գևորգ Սրբազանը եւս ներկա էր այդ պատարագին, որտեղ պատարագի ժամանակ գիտեք, որ վեհապարի անունը չի հնչում, այսինքն պղծությունը պղծության հետևից շարունակում է, սրբապղծությունն է Տեր Տիրատուր Սարդարյանի պատասխանը Բրուտոսին, Գևորգ Սրբազանին եւ Տեր Երվանդին, ով իբրև որպես անհնազանդություն համարձակվել է չհիշատակել վեհապար Հայրապետի անունը Նիկոլի առաջ մատուցած պատարագի ժամանակ։ Եթե վարչապետը քահանային պարտադրում է սուրբ պատարագի ընթացքում չհիշատակել թեմակալ առաջնորդի կամ կաթողիկոսին, ապա խախտվում է ոչ միայն եկեղեցական իրավունքը, այլև խոցվում է եկեղեցու խորհուրդը։ Սուրբ պատարագը պետական արարողություն չէ, որտեղ եպիսկոպոսը քահանան լռեցվում է, այնտեղ լռեցվում է Քրիստոսը։ Սա աշխարհակալություն չէ։ Ահա այսպիսի բան մենք տեսանք ինչ տեղի ունեցավ երեք, բոլորը սպասում էին, թե կմասնակցի, թե չի մասնակցի Գևորգ Սրբազանը, Գևորգ Սրբազանը մասնակցեց եւ արժանացավ Բրուտոսյանին, որովհետեւ բոլորը հրապարակ եկավ այն, թե ինչ է ընդհանրապես, չնայած թե պետք է երևի կապ չունի, պարոն Նահապետյան, պետք է ասեն, որ ինչ մեծ բան է արել իր համար վեհապար Հայրապետը, նշանակություն չունի։ Ոչ միայն իր համար, որ հոգևորականի համար չի արվել։ Եվ Բրուտոսը իր քայլն արեց, սեփական հոգևոր հորը դավաճանող Բրուտոսը թաքնվում է քահանայի ետևում եւ հարցնում է, թե ով է այսօր կատարած սրբապղծության պատասխանատուն։ Նա սարսափում է պատասխանել, թե ով է իր հոգևոր եղբայրներին Բագրատ եւ Միքայել Մկրտիչ Սրբազաններին բանտարկել եւ հալածում մեկուսարաններում պահելով։ Փոխարենը դողացող ձայնով փորձում էր հասկանալ, թե իր գոյություն չունեցող անունը ով է փորձել պախարակել։ Բրուտոսը չի գիտակցում, որ իր անունը պախարակել է հենց ինքը եկեղեցու կանոնդին դեմ գնալով ու իրենից մարդ կերտած մեր վեհապարին դավաճանելով։ Երևի արժե նաև իշխանություն ԳՏՄ փորձել էր հարց ուղղել իրեն, իր վիճակը երևի արժե փոխանցել, թե ինչ վիճակում էր եւ ինչ էր կատարվում այս դավաճան Բրուտոս Գևորգ Սրբազանի հետ։ Խնդրեմ։ Մարիամ Աստված օրհնական Սրբազան հայր։ Օրհնեցեք Սրբազան։ Սրբազան պատարագի ժամանակ շնչեց վեհապար Հայրապետի անունը։ Դուք ինչով եք դա պայմանավորում, ձեզ համար դա ընդունելի է։ Սրբազան, դուք եք տնօրինել պատարագը։ Ինչ կարող եք ասել։ Արդյոք կարգ է խախտվել, թե ոչ։ Մոտեցիք քահանան։ Դուք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ պետք է Կտրիչ Ներսիսյանը հեռանա, կիսում եք այդ հայտարարությունը, այդ տեսակետը։ Մեքենան եք դրամիսան։ Սրբազան կպատասխանեք հարցին։ Գևորգ Սրբազան կպատասխանեք հարցին։ Դուք ևս կարծում եք, որ պետք է Կտրիչ Ներսիսյանը հեռանա, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Ինչ հոդված։ Որ հոդվածը։ Որ հոդվածը։ Որ հոդվածը Գևորգ Սրբազան։ Ալեսա ողորմելի վիճակը նայեք։
Որ հոդվածը ասեք, որ հասկանանք։ Իսկ դուք ևս կարծում եք, որ պետք է ինչպես Նիկոլ Փաշինյանը ասում, Կտրիչ Ներսիսյանը հեռան։ Գրված հոդվածի պատվիրատու ով է։ Սպասում դուք հիմա լուրջ եք դուք հիմա։ Լավ, եւ այսպես Սողոսկուն գնում է, լավ, ավարտեք սա, եւ ոչ միայն կաթողիկոսի դեմ սկսած գործընթացի այս անձը միացավ երկու սրբազաններին կալանավորողների պղծությամբ զբաղվող հայ առաքելական եկեղեցի վրա հարձակվողների բանակին կամ բանդայի, խնդրեմ։ Իսկապես ծանր է, հաշվի առնելով, որ Գեորգի Սրբազանոցյանը եւ Վեհապար Հայրապետն է։ Եվ Վեհապար Հայրապետն է փաստորեն այս անձի եւ ոչ միայն այս անձի որպես հոգեվորական, որպես կուսակրոն, որպես թեմի առաջնորդ, որպես Բրիտանիայում տարիներ շարունակ ուսանած, թեզը պաշտպանած Գիտեք, տխուր է, երբ սովորական լրագրողը մի աղջնակ հարց է տալիս, սովորական հարցեր է տալիս, մարդը փախչում է։ Գիտեք, ասենք, լրագրողից կարող է փախչել։ Լրագրողի հարցերից կարող է փախչել։ Իրեն համոզի, որ ինքը բոլորից կարող է, բայց ինքը իրենից չի կարող փախչել։ Իր ներքին եսը, խիղճը, իրեն անընդհատ իրեն ասելու է, ով ես դու։ Ես ընդամենը ոչ միայն այս անձ հետ կապված, որտեվ ուշադրություն դարձրեք, իր կեցվածքը միայն իր թեմի ենթակայությամբ եկեղեցում պատարագի մատուցելու համար անհրաժեշտ քահանան մատուցելը չէր, որտեվ իրականում այդ եկեղեցի քահանան իմանալով, որ Փաշինյանը տեղ գալու է, ուղղակի արձակուրդ էր վերցրել։ Ես կարող եմ ենթադրել, որտեվ նման պատահականություններ չի լինում, եւ այդ քահանայի տեղը շատ արագ հայտնվել էր մեկ ուրիշը։ Եվ բնականաբար այդ մեկ ուրիշը նշանակել է կոնկրետ հենց Գևորգ Սրբազանը, եւ ինքն էլ անձամբ ներկա էր եղել։ Հիմա գիտեք, մարդիկ, ես այս կարգի մարդկանց, որոնք առնվազն մի քանի կարևորագույն արժանիք պետք է ունենան, առաջինը իրենց տղամարդկային արժանիքն է, անկախ ազգային պատկանելությունից եւ հավատքից։ Երկրորդ իր որպես քրիստոնյա, որպես թեմի առաջնորդ, որպես մեր եկեղեցու կարևոր թեմերից մեկի, իհարկե բոլոր թեմաները կարևոր են, կարևոր թեմերից մեկի առաջնորդ եւ ամենակարևորը որպես քրիստոնյա։ Հիմա պատկերացրեք այսպես. ինքը վստահաբար գիտի իր քայլերը ինչի համար են եւ այդ քայլերը չի սկսել այս հարցադրումից կամ այդ եկեղեցում պատարագի մասնակցությունից։ Սկսել է, երբ Հովանավանքի քահանային կարգապահական հանձնաժողովը հարց դրել էր կարգալույց անելու։ Ինքը եւ եւս մի թեմի առաջնորդ դեմ են քվեարկել։ Ընդ որում Փաշինյան կոչեցյալը ինքը մասնակցել է հենց այդ երկու թեմերի եկեղեցիներում պատարագին։ Մյուսը խոսքս Վայքի ընտրել Աբրահամ Սրբազանն էր։ Երկուսն էլ դեմ են եղել Հովանավանքի Սոպիկ Ասատրյանին աշխարհական անունով, ավազանի անունով հիշենք, կարգալույց անելու, այո։ Երկրորդ Գևորգ դավաճաններ են գլխից արդեն բարձր։ Երկրորդ մի նամակ է գրվել Գևորգ Սրբազանի կողմից Փաշինյան կոչվածին, որ հաշտության եզրեր եկեղեցի եւ պետություն, բայց եկեղեցի պետություն խզում չկա։ Կա պետության գլուխ բերված մի անձ, որը պետական ինստիտուտները օգտագործում է, սպասարկելով այլ երկրների ազգային պետական շահերը, ձեռք հետել իր իշխանության մնալու իր նպատակը ցանկությունը։ Այսքան բան հակասություն չկա։ Ոչ իրավական առումով, ոչ էլ գործնականում։ Եվ դրա լավագույն ապացույցը, երբ
հոկտեմբերի 26-ին առաջին անգամ Փաշինյան կոչվածը գնաց Հովանավանք, իր հետ էր ընդամենը 3 նախարար, 3 կառավարության անդամ ու վերջ։ Սա ինքնին ցուցիչ է։ Եվ հիմա, եթե վերադառնանք մեր բուն խոսակցությանը, ես Գևորգ Սրբազանի եւ այլ սրբազանների, այլ հոգեվորականների, մեր եկեղեցու ծառայողների, որոնք կարող են նաեւ հոգեվորական չլինել, բայց սպասավոր լինել, ընդամենը մի բան եմ ասում, որ եթե իսկապես իրենք իրաց բնույթով էությամբ գործերով քրիստոնյա են, իսկ քրիստոնեությունը մեռած հավատ չի։ Գրված է. հավատը առանց գործերի մեռած է։ Գևորգ Սրբազան, քո գործերը ինչի մասն է խոսում։ Քո մեռած հավատի։ Եվ երբեք որից է մեկին պետք չի համոզել, որ քո գործերը խոսում են քո քրիստոնյա, առավելևս մեր եկեղեցու բարձրաստիճան հոգեորական լինելու իրողության մասին։ Դա մեկը մեկի հետ բնավ կապ չունի։ Քո գործերը խոսում են, որ քո հավատը մեռած է։ Եվ ամենակարևորը, եթե որոշ որպես հոգեվորական արդեն մեռած չի, եթե գնացել է։ Ես որպես քրիստոնյա եմ ասում, որպես քրիստոնյա։ Որ 3 սրբազանի այսօր փակված է պահում։ Որպես քրիստոնյա։ Երկրորդ, երբ ինքը նամակ է գրում Փաշինյան Նիկոլին ինչ որ հաշտության եզրեր գտնելու համար։ Օրինակ ինքը մտածում է, որ միաժամանակ բանտում են 3 թեմերի առաջնորդներ, հանրային։ Ավելին բանտում է այդ 3 թեմերի առաջնորդներից մեկը, որ իր հետ տարիներ շարունակ խիստ մտերիմ եղել, սկսած, ինչպես ասում են, ուսանողական ճեմարանում սովորելու տարիներից։ Այդ ընտանիքի հետ, այդ անձի մոր ձեռքից հաց ա վերցրել, դրած հացը եւ իր խորին երախտագիտությունը երբ Մկրտիչ Սրբազանը հիմա պատկերացնում եք ինչ աբիժնիկ, ինչ ողորմելի ա եղել, որ եկեղեցու համար այսպիսի դաժան ծանր, երբ որ եկեղեցին իշխանության կողմից բռնազավթված, հա, իշխանությունը բռնազավթված թշնամու ուժերի կողմից հարձակման է ենթարկում, ինքը անցնում է նրանց կողքը, ինքը անցնում է իր 2 եղբայրների 3 եղբայր սրբազաններին այսօր խոշտանգվում են բանտերում այդ պայմաններում եւ ինքը շատ լավ գիտի առողջական իր ծանր խնդիրներ ունեն եւ Բագրատ Սրբազանը եւ Միքայել Սրբազանը եւ այսօր այսպիսի հարցակում հայ վեհապարի նկատմամբ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ ինքը դառնում է դրա մասնակիցը Դավաճան հիմա գանք մյուս իմ դիտարկմանը մյուս դիտարկումը հետեւյալն է Այս անձինք, որոնց հավատը մեռած է, այսինքն իրականում հավատ չկա, որտեղ գործերն են դրա մասին ցույց տալիս։ Ինքը մտածում է, քանի որ գրված է ոչ Աստծուց վախ ունեն, ոչ մարդկանցից ամոթ։ Եվ այդ մարդկանց մոտ, այդ կարգի մարդկանց, անկախ նրանից ինքը հոգեվորական է, թե աշխարհական է, թե ինքը իրեն քրիստոնյա է համարում եւ եկեղեցու զավակ, իրենց մոտ փաստացի Աստված մի զառամյալ բանականությունը կորցրած վատ տեսողությամբ, վատ լսողությամբ, վատ խոսքով մի ծերուկ է կողքի սենյակում, որին ուղղակի կարելի է խաբել։ Միևնույն է այդ մարդը կողքի սենյակում որից է բան իրավիճակի վրա չի ազդում։ Իրենք այդպես են մտածում, թեև Տերը ցանկացած մարդու համար դեռևս չծնված ասում է, որ ինքը գիտի այդ մարդու մասին մինչև ծնվելը։ Դուք պատկերացրեք։ Այսինքն այս մարդիկ նորից եմ ասում, իրենք Աստծո հետ ըստ իրենց տուն-տունիկ են խաղում։ Այ կողքի սենյակում այդ ծերունի նստածը կարելի է խաբել։ No problem։ Բայց ամենակարևորը ես հորդորում եմ բոլոր հոգեվորականներին, որոնք միգուցե ես չեմ բացառում վարկաբեկիչ նյութերի ճնշման ներքո ներառալ նաև այդ մտրակն է, բլիթն են առաջարկել, այսինքն գայթակղություն, որ լավ կլինի, որ եթե դուք ունենաք այսպիսի կեցվածք, այս մարդիկ հասկանան, վերջին հաշվով, թե իսկապես հոգու խորքում դուք ձեզ քրիստոնյա եք համարում, հիշեք, մի փոխեք երկնային արքայության բանալիները ավտոմեքենայի եւ տան բանալիներով։ Վերջին հաշվով քրիստոնյայի կյանքի իմաստը երկնային արքայության, այսպես ասենք, հա, մի քիչ ժարգոնային ասեմ, վիզա աշխատելն է։ Այսինքն քո արած գործերով դատաստանի ժամանակ դու իմանաս որտեղից գնում։ Հիմա եթե իրենք երկրի վրա իրենց արած գործերով այդ բանալները փոխել են
մի թանկարժեք մեքենայի, մի բարեկեցիկ լավ բնակարանի եւ վայելքների մեջ ապրելու այսպես իրավիճակին, ապա վստահաբար եւ երկրի վրա ձեր անունը արդեն գրվում է ձեր արած գործերով եւ երկնքում է գրվում։ Ես այսօր պատահաբար մի փոքր տեսանյութ էր Հովանավանքի բան քահանաներ քայլում երկու թիկնապահով հետևը կանգնած, որոնք այդպես չսափրված էին, մի քիչ ավելի որ զավթել է եկեղեցին նախքին քահանան, այո Ստյոպիկ Ասատրյանը, այդպես ակնոցները ամենայն հավանականությամբ թանկարժեք ակնոցներ դրած մնում էր այդ թզբը ձերքին ասենք ՊՏ-10-նելով արա ախպեր տարբերակով սենց իրանից գոհ։ Լավ էս մարդիկ հայլու մեջ, ես օրինակ կարծում եմ որ դուք հայլու մեջ, երբ որ իսկապես դուք ձեր Աստծո եւ ձեր խղճի հետ խոսակ, հայլու մեջ ձեզ նայեք, անընդհատ թքեք այդ պատկերի վրա, որտեղ ուրիշ բանի արժանի չեք։ Կապ չունի ինքը ինչպես է մարդկանց փորձում մանիպուլացնել։ Օրինակ, այդ նույն Հովանավանքում 3 քաղաքացի Հայաստանի Հանրապետության գնացել էին եւ քաղաքացիներից մեկը տեսախցիկ էր կամ հեռախոս էր աշխատում, ասեց մենք ուզում ենք այստեղ մկրտություն անել, ինչպես ձեզ դիմենք եւ սկսեցին հարցեր տալ։ Ողորմելի վիճակ էր Ստյոպիկ Ասատրյանի։ Երբ որ այդ մարդիկ խիստ առարկական հարցեր էին տալիս, այս մարդը բա դու գիտեք sense, բա դու գիտեք այնպես եւ այլն։ Ստյոպիկ Ասատրյանի նմանները արդեն մեր եկեղեցու պատմության մեջ իրենք մնացել են։ Այդ խարանը կարող են իրանց վրայից ջնջել միայն քավությամբ, մակարումով, որի ցանկություն անգամ չունեն, որտեղ իրենք սատանայի դաշտ են մտել, այդ գայթակղությունների, իշխանության, փառքի իրենց մասին խոսելու։ Այդ դատարկ բաների։ Այսքանը։ Ասում են թե ինչպես կարողացավ հա ժամանակին Հիտլերը այդքան մարդ իր շուրջը հավաքել, ասում են պետք չի որ մեկի բացատրություն գտնել էլ իրենք այդ ները սպունգի պես իր նման ներերին քաշում է։ Հիմա մարդը Արցախ հանձնող, Արցախը սովի մատնած հետո միայնակ թողնող, հայաթափող, Արցախը Ադրբեջան համարող, այս անձը որ ասում է կտանեմ նկուղներով, կծեփեմ, կփռեմ, չգիտեմ, այս մարդը հիմա ոչ պետք է շատ զայրանալ, ես ճիշտ ասած 3-4 տեղից չէի գտնում։ Իրանք իրար գտել են, այդտեղ ոչ մի բան չկա, կարծում եմ ոչ էլ պիտի ասենք մեր հոգևոր բանը շատ ծանր տանի էս ամեն ինչը։ Ի վերջո նաև համաձայնեք երևի պարոն Ահապետյան, որ այս գործընթացը նաև մաքրման գործընթաց է, որ սրիկա, տականք, դավաճան, հուդա, բրուտոս տեսակները մաքրվեն։ Հենց այնպես ոչ մի բան չի լինում, այս մարդը իր մեջ ուրեմն աբիժնիկ, չար, ողորմելի, տականք, ուտողուրացող, անշնորհք, չգիտեմ, այդ բրուտոսը իր մեջ ինքը եղել է ուղղակի հարմար պահը եկավ եւ դրսևորվեց։ Լավ է որ դրսևորվեց եւ եկեղեցին կմաքրվի։ Հիմա հակառակ բանը կա։ Իսկ ասում են, եթե եկեղեցուն վերջում մնա 2 սրբազան եւ վեհապարը, թող մնա։ Եթե իրենք են իրական, եթե պիտի 2-ը մնա, թող 2-ը մնան։ Ես վստահ եմ, եթե մեր պետությունը մնա, այդ ամեն ինչը վերականգնվելու է։ Մեր խնդիրը հիմա ամեն գնով պաշտպանել հայ առաքելական եկեղեցին, վեհապարին, կաթողիկոսին ամեն գնով պաշտպանել եւ պաշտպանել մեր պետությունը։ Մենք եթե ունենանք, նորից եմ կրկնում, այդ մաքրամաքուր, ամուր կանգնած հոգեվոր մեր վեհապարին եւ սրբազաններին, եւ հոգեվորականներին, ուրեմն այդպես էլ պիտի լիներ։ Իրանց վրա նորից պիտի հենվենք ու նորից հայ առաքելական եկեղեցին իրենց վրա պիտի հենվի եւ նորից ոսի կանգնի։ Մեր խնդիրն է այս տականքներից ազատագրվելը։ Տականք իր տականքին կգտնի։ Հիվանդանոցում է կգտնի, եկեղեցում է կգտնի, ամենտեղ կգնա իր նմանին կգտնի։ Այնպես է շատ ծանր չտանել։ Ես կարծում եմ, էլի մեր վեհապարը ճիշտ իր տեղում է, իր հանդարտությամբ, իր զսպվածությամբ, իր բարձր խոսքով։ Իմիջիայլոց մենք ներկա ենք նաև շաբաթ երեկոյան նաև բանտարկյալների համար Արագածոտնի թեմը։ Պատարակ է կազմակերպել։ Շիրակի թեմը կար։ Այո, 3 թեմերի միասին կազմակերպել էին։ Մենք մեր սրբազանների հետ ենք, մենք մեր
Ես ընդհանրապես վերջում այս թեման ամփոփելով ասեմ, սովորաբար կրակը առ երևույթ ինքը ավերող հատկություն ունի, ոչնչացնող։ Բայց եւ օրինակ ասենք թավան շատ կեղտոտ է եւ որովից է մակրոկնոց չի անցկացնում, կրակի վրա պահում են այդ կեղտը մաքրում է։ Եվ այսպեսի մի զուգահեռ կա, ասում է փորձությունների ժամանակ կրակը որպես փորձության գործիք, ասում է փայտը այրվում է, իսկ արծաթի եւ ոսկու հակը պրոբը բարձանում է, ավելորդ բաները։ Հիմա այո, ես այդ համակարծիք եմ, այս փորձությունը ինքը որոշակի առումով նաեւ մաքրման գործընթաց է, նրանք ովքեր որ այդպեսին էին, հիմա փորձությունների ժամանակ փայտի նման ավերվել են։ Իսկ նրանք ովքեր որ գայթակղվեցին, վախեցան, ինչից վախեցաք։ 1 տարի շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդը չվախեցավ, չլքեց Արցախը, դիմադրեց Թուրքի հացը չվերցրեց։ Դուք ինչից եք վախենում։ Լավ են զինվորները, որոնք մահվան աչքերին բաց նայել են ու չէին վախեցել, չէին փախել, չէին ընկրկել, կանգնել էին, կռվել էին, զոհվել էին ու նահատակվել էին։ Դուք պատկերացեք, իրենք հանուն երկրի մեր, հանուն մեր հայրենիքի կյանք էին տվել։ Իհարկե, վախի մեջ նայելով իրենք հասկանում էին, որ իրենք հավանականություն շատ մեծ էր, որ զոհվելու են։ Ձեր վրա ընդամենը որոշակի ասենք թե կամ շահ պիտի ունենաք փող են տվել կամ ինչ որ վարկաբեկիչ նյութ լինի։ Հետո։ Լավ։ Հետո։ Մի ուրիշ ձևակերպում էլ կա այդ կարգի մարդկանց, ասում է խոզի պես ապրել է գոլի մարդու նման մեռեք։ Դե փաստորեն խոզի պես են ապրել։ Եթե իրենք եկեղեցու համար գոնե արարքներով վերջում իրենք գնում են այն մարդկանց կողքով, ովքեր եկել են այսպես մեծ մուրճեր չեն, ինչը կացին է, չգիտեմ ինչ է։ Իմիջիայլոց երեք մտածում էի, ասում եմ նրանք, ովքեր որ 18 թվականին գնացին այս մարդու կողքը, հիմա չասեք, մենք խաբված ենք։ 18 թվականին ինչ էր տեղի ունենում, պարոն Նահապետյան, հիշում եք։ Արշավը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հիշում եք։ Հիմա կարող եմ ասել, որ դուք սրբապիղծ էիք, որ գնում էիք 18 թվականին նրա հետևից, հա։ Հարցակում է, չէ, այրաքելական եկեղեցու վրա։ Դե նույն խնդիրը ժամանակ է դրված վերջացավ, այսինքն այն որ արդարանում եք, մենք էս էինք ենք, այսինքն դուք այդ ժամանակ վերցրել եք, այդ քլունգ են ասում, ինչ են ասում, sense վերցրել, տալիս եք եկեղեցու պատին, ավիրում եք։ Այդ մի հատ է ձեր սրտին եք, է տալիս, որ եթե դες հոգևոր ինչ-որ բան կա, ձեր գլխին եք տալիս եք, sense ավիրում եք, հետո մի հատ հետո 21 թվականից հետո այդ որ գնացիք էլի իր հետևից ինչ էիք անում նույն կերպ բռնած խփում էիք չէ եկեղեցու պատերին հիմա այս մարդը ինչ է անում այս սրբազան ես կարծում եմ սան պիտի կարգալույց անել եւ բացարձակ չմտածել դրա մասին որ պիտի հիմա վերջում մնա 2 սրբազան կամ 1 թող մնա 1 սրբազան ի՞նչ է պատահում նախ 2 սրբազանների ներկայությամբ խոսքս Աբրահամ սրբազանի եւ Գևորգ սրբազանների ներկայությամբ իրենց թեմի պատարակիչ քանան խախտել է ուրեմն կարգը եւ այդ կարգի խախտումը ոչ միայն կարգապահական առումով այդ քանաների վրա է ազդելու վստահաբար այլև սրբազանների վրա ես կարծում եմ մայրաթորը համապատասխան կեցվածքով հանդես կգա սա է իրականությունը բայց հիմա փաստորեն այս սրբազանները այս Գարեգին սրբազանը ես Երևի Գևորգ սրբազանը Գևո հիմա այն ստյոպիկ դարձավ ես կարծում եմ սա շուտով Գևո կդառնա այս Գևոն փաստորեն sense խփում է բան էլի մայր տաճարի եկեղեցու վերցել քանդում է ինքը քանդում է որ ես վստահ եմ որ հիմա լսելու եք նայելու եք իմացեք դե դուք արդարացում չունեք ձեր են ստացած գումարը կլինի չգիտեմ կամ վախը կլինի կամ այդ կոմպրոմատը ոչ մի որևէ արդարացում չունեք դուք հիմա մայր տաճարը որ մենք այսպես սրտի տրոփով սպասում ենք թե երբ չէ ոնց էինք սպասում մայր տաճարի դռների բացմանը ով կմտածեր որ դռները պիտի բացվի դեռ սատանան ավելի կատաղած հարցակվի հիմա դուք սատանային ուժ եք տալիս ու սատանան նոր թափով հարցակվել է հայ առաքելական եկեղեցու վրա իմիջիայլոց շատ վտանգավոր բան է անում պարոն Նահապետյան հիմա ինքը այսպես պատարակներին բան մասնակցելով իբրև թե տեսեք ես մաքրվում եմ, մաքրագործում եմ հայ առաքելական եկեղեցին եւ մարդկանց ուղղակի չի ասում են տեսա կաթողիկոսի դեմ է։ Չէ, սա նախ ուրեմն էսպես։ Ես 1000 ներողություն, սա գիտեք ինչին է նման, այն որ 18 թվականին հարցակվել էին Ռոբերտ Քոչարյանի վրա, ես էլ չճանաչելով իրեն տես պաշտպանում էի Քոչարյանը, կան չգիտեմ ինչ էին ասում, հարցակվել էին մյուս նախագահների վրա։
Այնքան պարզ էր, որ հարձակվել են իրենք Արցախի վրա եւ հայ առաքելական Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ հիմարներին էր թվում, ասում էին, հա դե նախկինները, հա դե հիմա հասկացաք։ Դա հասներ, հիմա հասկացաք ինչի էին հարձակվել երկրորդ նախագահի վրա։ Հիմա հասկացաք ինչի էին հարձակվել գեներալների գեներալների հրամանատարների վրա։ Հիմա հասկացաք ինչի էին հարձակվել, որ ասում են Մամել Գրիգորյանի վրա ինչ են հարձակվել, որ ամբողջ երկրապահ իրեն, ճիշտ է թե ճիշտ չէ։ Արեցին իրանց գործը։ Հիմա նույնն է, հիմա որ ես լսում եմ, իբրև թե կրթված մարդիկ են նայում, որ անասունի ուղեղ ունեն, ասում են, դե հա կաթողիկոսի դեմ է, այս ի՞նչ կաթողիկոսի դեմ։ Եթե անգամ կաթողիկոսի դեմ այո, մենք բոլորս կանգնած ենք կաթողիկոսի կողքը։ Սա հայ առաքելական եկեղեցին ուղակի ավիրելու հիմնահատակ ոչնչացնելու, ինչու, որովհետև թշնամին այդ պահանջը դրել է Նիկոլի առաջ, չպիտի լինի։ Չեք լսում ինչ ասում իրանց հոգևոր առաջնորդը։ Բայց սա սրիկաների, տահասների արդարացումն է։ Դե ինչ անենք, մենք գործ չունենք, կաթողիկոսի դեմ, մենք գործ չունենք, բանի երկրորդ նախագահի դեմ, գործ չունենք, սա գեներալների դեմ է։ Հիմա հասկացաք, որ գործ ունեք, եկան ձեր տներով։ Եկան երկիրը կտրեցին տարան, հիմա էլ մյուս հատվածն են տանում կամ ամբողջն է։ Հիմա գոնե հասկացաք, թե էլի հեշտ է տենց անասունի պես ապրել, ասել, կաթողիկոսին է սա միայն վերաբերում, ոչ մեկից չի վերաբերվում սա։ Ուրեմն ես առավել քան վստահաբար ասեմ, Վեհափար Հայրապետի դեմ չէր գնա արշավ, որովհետև Վեհափար Հայրապետը երկու շատ կարևոր մեր երկրի այսօրվա եւ վաղվա համար շատ կարևոր կեցվածք է դրսևորել։ Ուրեմն առաջինը 1915 թվականի ցեղասպանության զոհերը մեր եկեղեցու կողմից Գարեգին II սրբադասվել են։ Կաթողիկոսի Վեհափար Հայրապետի կողմից սրբադասված են։ Եվ երկրորդ, առ այսօր գոյությունն է Արցախի թեմ։ Ուրեմն Նիկոլի տերերի նպատակն է, քանի որ ակնհայտ է, որ ցեղասպանությունը եւ Արցախի թեման պետք է փակվի, Վեհափար Հայրապետը ինքը այն փարոսներից մեկն է, որը միշտ գործնականում գետնի վրա վառապահում այդ երկու թեման։ Հիշեք ինչ էր Շվեյցարիայում, դրանից հետո գժվեցին, չէ՞ որ գերիների թեման, Արցախի թեման բարձրացրեց։ Հիմա հասկացաք, որ ինչի համար է, ոչ թե անձի դեմ է։ Ցեղասպանություն, ես նորից եմ կրկնում, առավել քան վստահաբար եմ ասում ձեզ, ցեղասպանություն եւ Արցախ։ Եթե Վեհափար Հայրապետը որևիցե ձևով կեցված չդրսևորել այս երկու արդյունք, ընդ որում այդ թունայ միջազգային հարթակներում Վեհափար Հայրապետի դեմ որևիցե արշավ չէր սկսել։ Սա սկսեց Շվեյցարիայի Բեռն քաղաքում հայտնի ելույթից հետո։ Կներեք ինձ։ Եվ հետաբար այստեղ Վեհափար Հայրապետը ոչ թե իրականում թիրախ է, այլ թիրախ է հայոց հայրապետը, որի կեցվածքը ոչ միայն Հակոտնյայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջներին, այլև խոչընդոտ է գործնականում եւ գետնի վրա։ Եվ այդ խոչընդոտը կարող է ծավալվել, տարածվել, առավելևս որ օրինակ նույն Շվեյցարիայի Բեռն քաղաքում քրիստոնյա համայնքներ, չէ, աշխարհի հավաքվել եւ նման կեցված դրսևորել եւ հայտարարություն իհարկե դա ձեռք չի տալիս ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանը, որտեղ մեկը Ադրբեջանը իր համար սկզբունքորեն շատ կարևոր Արցախի թեման ընդհանրապես փակվի, այդ թվում նաեւ սահմանադրության մեջ փոփոխություն անելով, անկախության հռչակագիրը հանելով, պատական չի։ Եվ երկրորդ Թուրքիայի համար ցեղասպանության խնդիրը։ Սա է ընդհանրապես, այսինքն իրականում թիրախավորում է եկեղեցին Վեհափար Հայրապետը, որտեղ Վեհափար Հայրապետը ունի նման կեցվածք։ Հասկանանք մենք, այստեղ անձի դեմ խնդիր չի։ Այստեղ Վեհափար Հայրապետ ստատուսի եւ եկեղեցու դեմ խնդիրը շատ պարզ։ Իսկ նրանք բոլոր ովքեր որ օժանդակում են Նիկոլին, իրենք ուրանում են մեր եկեղեցու կողմից սրբադասված ցեղասպանության զոհերը, ուրանում են Արցախը եւ ուրանում են Արցախի թեմը։ Խոսքս հոգեորականների մասին է։ Եվ թող իրենք հասկանան, թե պատմության մեջ իրենք արդեն ինչ ձևով են մտնելու, այդ մարդիկ նույնիսկ մտածեն վերջին հաշվով ունեն բարեկամներ, հարազատներ, եղբայրներ, չէ, վերջին հաշվով այդ մարդկանց արարքը նաեւ բացաբար անդրադառնում իրենց մոտ շրջապատի վրա, իրենց այս կեցվածքը, այո։ Ուստիվ սա է իրականությունը, հիմա դե ինչպես ասում են, պատերազմ է։ Այո, Տեր Եփրեմն էլ է արձագանքել, որ
Ոչ Զաքսով, ոչ էլ եկեղեցով ամուսնացած չես, Նիկոլին է ասում, ապօրինի զավակներ ունես եւ դեռ մեղադրում ես կաթողիկոսին, Նիկոլ ներսում քո ժողովրդին հաղթում ես ուժով, դրսում միայն կուզիկությամբ։ Ինչ են քո պտուղները, դու ինքդ գիտես պտուղները եւ նկատի ունի ես ավերածությունները, որ համատարած, այո, գործերը ինչ ավերածություններ է իրականում ինքը իհարկե ավերածություն է։ Հիմա սա է իրականություն, դե ինչպես ասում են Նավայնը կակ նավայնը պատերազմա գնում ես։ Զարմանալի է, որ իբրև թե ողջամիտ մարդիկ են ասում են թող կաթողիկոսը հրաժարական տա։ Ինչի՞։ Որ մի պիղծ երկիր հայրենիք հանձնած տականք բավարարվի եւ բավարարված զգա Ալիևը, Էրդողանը, իրանց հոգեվոր առաջնորդը, որ սես նվաստացնում են հայ ժողովրդին։ Հոդուք հիմար չեք, չեկա իբր նայում ես, իբր ողջամիտ մարդիկ են, թող դե կաթողիկոսի խնդիրն է, դե կաթողիկոսը, չգիտեմ, թող հրաժարական տա, դե թող կաթողիկոսը իմիջիալը Սարգիս Ավետիսյան, օրինակ ինչ է կանում հայ առաքելական եկեղեցու համար։ Ինչ է կանում, շատ հետաքրքիր է, ես հիշեցի այդ գործին, այստեղ շատ հաճախ էր գալիս։ Ամբողջ օրը ասում էր հայ առաքելական զանգերը հնչեցնի։ Զանգերը հնչեցեց, ինձ հետաքրքիր է, այդ պահին դուք այդ օրվանից այնտեղ նստած եք, պաշտպանում եք հայ առաքելական եկեղեցին։ Ինչը ինչ որ դրսևորում չեմ տեսել ես։ Այն դատար կոթի մեջ խոսող մարդկանց բաներ էլի, սենց կույտեր կա, խմբեր կա։ Ինչ է արվում հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու, վեհապարին պաշտպանելու։ Այո, կարող եմ ասել պաշտպանել, որտեղ գործընկերներից մեկը ճիշտ էր գրել։ Վեհապարի հայ առաքելական եկեղեցու զենքը ի՞նչն է, ժողովուրդն է, չէ՞։ Իր հավատավոր ժողովուրդն է։ Կարող է զենքն ապտի վերցնի, բանանի։ Ի՞նչն էր։ Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, մյուս Սրբազանի ուժը ինչու՞մն էր։ Իր հավատավոր ժողովրդով, չէ՞։ Հիմա վեհապարի ուժը ինչու՞մն է։ Մեր դարավոր երկար պատմությամբ ու իր հոգևոր ժողովրդով։ Չգիտեմ, ես Հիմա փորձությունների ժամանակ է, ես նորից եմ ասում, եկեղեցու հավատավոր զավակների եւ հոգեվորականի եւ եկեղեցու ծառայողների սպասավորների ամսը փորձության շրջանն է։ Ամեն մեկը ինքն է։ Իրանց դեմքը բացվում է։ Ամեն մեկը ինքն է ընտրում այս փորձության ժամանակ լինել ճշմարտության կողքին։ Այո։ Աստծո հետ, մեր եկեղեցու, մեր եկեղեցու հոգևոր առաջնորդի, թե սատանայի, ստրուկների եւ նրանց ծառաների։ Օրինակ երեք այս Գևորգ Սրբազանը չէր ամանչում, որ այս բանդան ամբողջ իրան պաշտպանում էր։ Ինչ խոյտարակ պատկեր։ Բանդան սենց սկսել ասում, բրուտոս մի ասեք իրեն։ Ինչի բրուտոսին էլ կեսարը փոքրուց պահել, խնամել, մեծացրել էր ու ապշած որ դու էլ բրուտոս, այդ առումով էլի։ Այդ բրուտոս բառից էին ինչ որ բան արել։ Անգնավորվել։ Կռիվը գնում է, ամեն մեկը ինչին ուխտ արել թող հավատարիմ լինի իր ուխտին եւ հավատարմորեն ծառայի գործերով։ Այո, մենք կենացնել պետք չի։ Հայ առաքելական եկեղեցու կողքն ենք եւ վեհապար հոր կողքն ենք բոլորս։ Առանց Աստծո կամքի չէր լինի ինքը չէր ընտրվի։ Հետո նրանք ովքեր որ հրաժարական են ուզում, ես չեմ հասկանում, այդ մարդիկ Աստծո հետ փաստորեն փորձում են վիճարկել Աստծո որոշումը։ Վեհապար հայրապետը օցիալը Սուրբ Հոգով։ Դեռ հարցնի չէ։ Սուրբ Հոգով։ Դեռ հայտնի չի մարդեն թե սատանային, դա չէ։ Սուրբ Հոգով որոշումը չի փոխվում, Աստծո որոշումը։ Ես ասել եմ մեկ անգամ եւս մեզ դասողների եւ այն տարածողների համար, կրկնում եմ։ Հрьяաների առաջին թագավոր Սավուղը երբ Աստծո խոսքից հետ կանգնեց, մեղքերի մեջ թաղվեց, որպես օցիալ, Աստված երկրորդ օցիալին ընտրեց, որպես ապագա թագավոր, Դավիթ թագավորին, որը հետո Դավիթ մարգարե, հա, կարգավիճակ ունեցավ։ Եվ Սավուղը հասկանալով, որ կա երկրորդ օցիալը լուր էր ստացել, փորձում էր հետապնդել սպանել Դավիթ թագավորին, բայց Դավիթը իր բնույթով, քանի որ զինվորական էր, կարողացավ մի օր հետապնդման ժամանակ շրջանցել, խուսանավել Սավուղ թագավորի թիկնախումբը եւ գիշերը մտավ այն քարանձավը, որտեղ Սավուղը քնած էր, որտեղ կարող էր հանգիստ Սավուղին սպանել։ Սավուղի վրայի շորից մի կտոր կտրեց դանակով եւ դուրս եկավ։ Երբ Դավիթ թագավորի զինվորները ասին՝ «Տեր, սպանեցի՞ր»։ Ասեց ոչ, ասին, իսկ ինչու՞ չէ որ նա ուզում է քեզ սպանել։ Դավիթը ասեց. «Ես ով եմ, որ Աստծո օցիալի վրա սուր բարձրացնեմ, ձեռք բարձրացնեմ։ Եթե Աստծոն պետք լինի Սավուղը քնի ու չզարթնի, քնի ու չի զարթնի։ Եթե պետք լինի Սավուղը մարտի դաշտում զովի, կզովի, այդպես էլ եղավ իդեպ։ Այսինքն դուք ով եք, որ Աստծո որոշում եք փորձում բեկանել։
Մի մասը տգիտությամբ իհարկե չի հասկանում, որ նման բաներ իրավասություն, իրավունք չունի, իսկ մյուս մասը իմանալով հանդերձ կեղծում են իրականության։ Նորից եմ ասում, ձեզ չթվա Աստված կողքի սենյակում իմ նկարագրածն է, չեմ ուզում նույն զուգահեռը տանել, որտեղ Տերը ասում է իմ մանուս ուտեղ մի տուր, բայց ձեզ թվում է, որ Աստված է դա։ Հերոբովամի մասին առաջին անգամ ես տաղավարից եմ ասել, երբ ինքը իրեն քահանա կարգեց հрьяաների թագավոր եւ հետո որոշ մարդկանց ընտրեց որպես քահանաներ, որ իրավունքը չուներ, քանի որ Աստծո որոշումով հрьяաները միայն Ղևի սերունդը իրավունք ուներ քահանաց դաս լինել։ Հաջորդ թագավորը հрьяաների Բաասամը ոչնչացրեց ամբողջովին մեր ու մանուկ եւ Հերոբովամի ազգուտակին եւ բոլոր նրանք, ովքեր որ իրեն քահանա էին ծառայել, որ իրավունքը չունեին։ Բա Աստծո զայրույթը, եթե ձեզ թվում է այդպես խիստ վիրտուալ ու վերացական, այդպես չի։ Խիստ առարկայական է։ Կարդացեք եւ իմացեք։ Շատ լավ։ Բորիս Նավասարդյանը խմբով գնաց Ադրբեջան։ Դե գնաց Բորիսը հայտնի է հին պրոֆեսիոնալ գրանտակեր, ազդեցության գործակալ։ Ես չեմ բացառում, որ նույնիսկ գործակալ, որտեղ երկար տարիներ էս մարդը այդ դաշտում ա եղել։ Հիմա գնացին ինչ։ Ասենք գնացին ադրբեջանցի կասին, դե տեսեք հո մեկ հայերին չենք սպանում, մարդիկ եկել են, հարգել են, պատվել են։ Բորիս Նավասարդյանը հաճույքով շրջել է բանում, ոնց էր կոչվում այդ գերիների բանը։ Ինչ պուրակ է։ Շահիդների։ Չէ, մեր հայերի այդ ռազմավարի այդ որ տարում է, հա, չգիտեմ։ այո։ Հետաքրքիր է, էլի գնացել է այդտեղ, հետաքրքիր է, ցան խոսել են ընդհանրապես գերիների մասին։ Ինչ ա արել, էլի էս մարդը։ Ուրիշ բան ասեմ, ես չգիտեմ։ Մեր գերիների պահը Անժելա մի կողմ դնենք, սովորաբար պաշտոնական պատվիրակություններ որ գալիս են, անկախ այդ պատվիրակության առաջին դեմքի ստատուսից։ Լինի երկրի նախագահ, վարչապետ, թե այստեղ գրացել են պաշտոնական պատվիրակություն։ Սովորաբար առաջին գործը պաշտոնական պատվիրակության շահիդների այդ մայրուղի տանելն է, որտեղ իրենք պիտի պսակ դնեն կամ ծաղիկ խոնարհեն իրենց հայնիքի ազատագրության համար զոհված ադրբեջանցի զինծառայողների։ Կասկածում եք, որ Ասեին Նավասարդյանը իր խմբով կգնար, կասկածում եք։ Ես չգիտեմ։ Ես կարծում եմ, այդ հայ այդ նվաստացիչ այդ բանը որ ստեղծել են, այդտեղ էլ որ տանեին, կգնային կասին։ Օրինակ մեզ մոտ որ մի ժամանակ գալիս էին բոլոր պաշտոնական կապ չունի նորից եմ ասում կարգավիճակից գնում են Ծիծեռնակաբերդ։ Սա ընդունված արարողակարգ է եւ գնացողներ գիտեմ որ արարողակարգի մեջ սա մտնում է։ Հիմա սրանք էլ իմացել են որ պաշտոնապես գնում են արարողակարգը Հայաստանի երկիրն են ներկայացնում։ Հիմա հետաքրքիր օրինակ իրենց որ տանեն այդ ծաղիկ դնելու։ Երևի դրել են գնացել են։ Եվ նկարել են ադրբեջանցի ուղակի պահում են իրենց գզրոցներում դարակում առայժմ չեն ինչպես ասում են։ Իսկ են հայ գերիների բան այդտեղ Դե հիմա այս մարդիկ նորից եմ ասում, ոչ Աստված ունեն, ոչ հավատ ունեն, այս մարդիկ փողի գերի են, որքան շատ փող այդքան լավ։ Բորիս Նավասարդյանը իր ամբողջ ապրած կյանքը, երբ նայում ես, այդ գրանտալապ կերակրատաշտից սնված, նրանց ծառայող։ Հիմա պիտի ծառայի կողքնել ավելի երիտասարդ տեղ։ Շատ լավ, մարդը արժանացավ բարձրագույն պարգևի Ղազախստանի։ Այն հիշում եք, չէ՞, բանի պես Զելենսկուն կապիկի պես տանում էին տարբեր տեղեր ծափ էին տալիս, չգիտեմ ինչեր էին գլխին դնում, մեջքին դնում, ուսին դնում, հետո բանը այդպես դնելով վերեցին հասցրեցին պատերազմի եւ հիմա ինչ են անում, չգիտեմ 1.5-2 միլիոն զոհերի մասին է խոսքը, 15 միլիոն դատարկված է, հիմա այս մարդուն։ Գիտեք ինչ ինչն է հետաքրքրում։ Մեծ թուրքական երազանքը իրականացնում է Սանձը Նիկոլաև, որտեվ հարց է առաջանում ինչու համար։ Եկեք այսպես զուգահեռ տանենք, քանի որ չի ասվում բուն նպատակ ինչի համար է բարձրագույն պարգև։ Իմիջիայլոտ են Արման Բաբաջանյանի բան, տենց ողջուններ Խզմալյաններին բան։ Մենք դեմոկրատիա, դեպի լուսավոր արևմուտք, դեպի Եվրոպա, դեպի արևմտյան արժեքներ, լիբերալ արժեքներ առը ձեզ, հա? Ինչ ուր գնաց? Ուր գնաց պարոն Նապետյան։ Ուր գնաց էս։ Աստանա։ Չէ, հա։ Ղազախստան։ Բա ինչ որ բաների, չգիտեմ, ԱՄՆ դեսպանատուն, բան։ Լավ, եկեք ես կարծում եմ այսպես։ Հետաքրքիր է, որ այդ ոսկե արծիվը որպես բարձրագույն պարգև, սովորաբար բացառիկ բացառիկ գործողությունների համար է։ Հերոսական։ Օրինակ ինձ հետաքրքիր է ինչը։ Այս բացառիկ պարգևը ստացել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հիմա փորձենք հասկանալ իրականում այդ բացառիկությունը
Ղազախստան պետության համար ինչով է տրվում։ Ողբանում ես։ Ոչ Ալիևը, ոչ Փաշինյանը Ղազախստան պետության ներքին կյանքի համար որից է բացառիկ բան չեն արել։ Նույնիսկ ընդհանրապես կարելի ասել բան չեն արել։ Բացառիկությունը կայանում է ըստ իս Ղազախստանի արտաքին հարթության մեջ Ղազախստանի ստատուսի փոփոխության, իսկ այդ ստատուսը ո՞րն է։ Ստատուսը հետևյալն է. Ղազախստանը հանձնալում է թուրքական պետությունների կազմակերպության անդամ։ 5 պետություններ մշտական՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղըզստան։ 2 դիտորդ՝ Թուրքմենստան եւ Հունգարիա։ Ուրեմն հիմա, քանի որ մեծ թուրան է ստեղծում եւ այդ մեծ թուրանի ցամաքային ճանապարհը աշխարհագրորեն հասնում է Հայաստանով։ Ավասիկ հիմա այդ ճանապարհը այլևս թուրքական աշխարհը կապում է իրար։ Թուրքիան կապում է ուրեմն Ադրբեջանին եւ Միջին Ասիական Հանրապետությունը, այսինքն Կենտրոնական Ասիայի երկրներին, այդ թվում նաև առաջին հերթին Ղազախստանն, ինչու որտեվ Կենտրոնական Ասիայի պետություններից ընդերքում ամենահարուստը բացառիկ հարստություն ունի Ղազախստանը։ Աշխարհում ուրան արտահանող վաճառող երկրների առաջին եռյակում է մտնում։ Հատուկ հողային այդ հայտի մետաղներ, որտեղ Միացյալ Նահանգները խիստ շահագրգիռ է, լուրջ ներդրումներ է արվել Ղազախստանում։ Որը նշանակում է, որ Ղազախստանի տնտեսությունը, երբ Միացյալ Նահանգները ներդրում արեց, այդ արտադրանքը պետք է դուրս հավի։ Իսկ ճանապարհը ո՞րն է։ Այդ հսկայական արտադրանքը, դա հոր Ռուսաստանով չի գնալու։ Վստահաբար Ղազախստանը Ադրբեջանով, Հայաստանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։ Վերջ, այս է բացառիկությունը, այսինքն եւ Ալիևը եւ Փաշինյանը բացառիկ բարձրագույն պարգև ստացել են նույն գործի համար։ Սա արձանագրենք։ Ալիևը գրավել է այդ ճանապարհը, տարածքը, Արցախը։ Սա էլ մնացած են ճանապարհը, որը որ թուրքական աշխարհը կապեր, սա է բացը։ Այդքան բան։ Ընդհանրապես նույն գործի համար է ստացել նույն պարգևը։ Ոսկե Շատ լավ, այս թեման բաց թողեցի, սա աննախադեպ է, իմիջիայլոց ես առաջարկել եմ Քրիստինե Վարդանյանին, որ կանանց մի մեծ խումբ հավաքվենք եւ գնանք Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ, որտեղ Լիդիան շարունակվում է փակված մնա, սա չգիտեմ ինչ, սա աննախադեպ իսկապես բան է, абսուրդի հասնող եւ թե ինչ է տիրում քրեակատարողական հիմնարկներում, քիչ առաջ էստեղ խոսում էր նաեւ դրա մասին Զարուհի Պոստանյանը, ուրեմն պարոն Նահապետյան, պարզվում է Վարդան Ղուկասյանի պայմաններից էր խոսում, բայց դա տարածվում է բոլորի վրա, 15 մետր քառակուսի էլ պատկերացրեք, այսինքն այստեղից էս փոքր մի հատված, 4 հոգի մնում են այդ խցում, սանհանգույցը առանձնացած է փոքրիկ, էս մի հատ ինչ որ անկյուն է վարագույրով եւ ինչ ասեմ, նեխահոտ, գարշահոտ, տենց տարածվում է։ Մի ժամանական պարզ է, այնտեղ այն ժամ չէ քիշուր ասում էին Սամվել Կարապետյանն էլ ամռանը 60 աշճանի տակ են պահում, հետո սառեցնում են։ Այսինքն կոնկրետ խոշտանգում է տեղի ունենում այս անձանց նկատմամբ։ Եվ դա շարունակվում է։ Գևորգ Սրբազան, ապագայում Գևո, գիտես չէ, ինչ պայմաններում եւ ինչ են անում սրբազանների հետ եւ ոչ միայն սրբազանների հետ։ Հիմա Լիդիանի նկատմամբ սա աննախադեպ բան է, այս տարի արդեն 11-րդ ամիսն է, 21 մահ, 3 մահ եւս արձանագրվեց, այսինքն այս մարդիկ խոշտանգում են քրեակատարողական հիմնարկում։ Իսկ նախկինում արդարադատության նախարար կլիներ, չգիտեմ, դատախազբան, ասում էին առավոտյան հələ մենք աշխատանքի չանցած դեսպանները մեր դրանի կանգնած էին, թե ինչ է տերում քրեակատարողական հիմնարկներում ինչ է կատարում, իմիջիայլոց շարունակում են միլիոններ տալ, նախուր այդ գումարները այստեղից, եւ եթե դուք միլիոններ տաք եւ մարդկանց պայմանները շարունակեն մնալ այսպես, եւ մարդիկ խոշտանգվեն եւ մահանան այնտեղ եւ այսպես կալանավորեն այս մարդկանց պահեն, ինչի համար է այս ամեն ինչը արվում, խնդրեմ։ Ուրեմն ես ավելի գործնական ասեմ, այո, Միացյալ Նահանգների դեսպանը որպես մի երկրի, մի պետության ներկայացուցիչ, որը հրապարակավ բարձրաձայնել է, հայտարարել է, կեցվածք է դրսևորել, իհարկե երկակի ստանդարտներով, աշխարհի ցանկացած պետությունում մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ուստիև այդ հավաքը կարևոր է, կեցվածքը, այստեղ Լիդիանի մասին խոսք գնաց, իհարկե միայն Լիդիանը չի, բայց քանի որ հիմա Լիդիանի մասին խոսք գնաց, միակ կին, հալածվող, բանտարկված եւ պատանդար։ Լիդիան իրականում պատանդա։
կեցված դրսևորեն, ասենք, Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ նամակ հանձնեն կամ կարող է լինեն մարդիկ, որոնք այդ դեսպանին փորձեն ասել դուրս եկեք Հայաստանից, որտեղ ձեր կեցվածքով է, որ այսօր Հայաստանի բանտերը լցված են, իսկ իրանց բերանները ջուր առած եւ միգուցե թելով էլ կապած է, այսպես ասենք, հա, վիրտուալ առումով։ Ավելին առաջարկեմ ես նամակ թող գրեն փաստաբանները, նրանք ովքեր իրավիճակին հաստատի տիրապետում են, այդ թվում նաեւ Զարոյի Փոստանջյանը, որ պետքարտուղարության օղակ է դեսպանը։ Թող պետքարտուղարին բաց նամակ մի քանի լեզուներով տարածեն ամբողջ աշխարհում։ Այդ թվում ոչ միայն Լիդիանի, այստեղ արդեն առաջին քաղբանտակյանները եւ առհասարակ այո, առաջին հերթին Լիդիանը եւ մնացած սկսած Վարդան Ղուկասյան, Սամվել Կարապետյան, գիտեմ, մեր մյուս տղաները, ովքեր որ այսինքն եթե առողջ մարդուն տանեն այդտեղ գցեն, առողջ մարդը չի դիմանա, բայց մարդը եթե առողջական խնդիրներ ունի, պատկերացնում եք Բագրատ Սրբազանի եւ Միքայել Սրբազանի վիճակը, Գևորգ Սրբազան պատկերացնում եք գոնե։ Ուրեմն ես առաջարկում եմ ավելի խիստ եւ առարկական լինել, իսկ այդ առարկականը հետեւյալն է՝ կեցվածք ԱՄՆ պետության եւ կասկած իսկ չունեմ, որ այդ կեցվածքը նամակը պետքարտուղարություն եւ եթե որոշ մարդիկ էլ ցանկանան, որ այս դեսպան Հայաստանից ուղակի ճամփորդների կապի դուրս գնա պերսոնա նոն գրանտա, ուրեմն միջազգային ընդունված տերմինով պետքարտուղարությունը կեցվածք է դրսևորելու եւ հաշվեք, որ այն հայտարարությունը, որը որ պետքարտուղարություն է գնում, եթե դրան միանան անհատներ, հասարակական կառույցների ղեկավարներ, նաեւ կուսակցություններ, սա լրջագույն հասարակական շատ մեծ հնչեղություն կունենա։ Եվ այստեղ խնդիրը չի ամերիկյան դեսպանատան մոտ քանի անձանելու։ Ես մեկ օրինակ բերել եմ վերջին անգամ այս տարի մարտ ամսին 30 հոգով։ Մի օրվա մեջ մեր կեցվածքը 760 հրապարակում 10 պետությունում։ Ընդ որում մենք այն ինչ որ խոսում ենք միայն հայերեն, երկրորդ լեզուն չկար։ Տարբեր լեզուներով 6-7 լեզուներով թարգմանվել տարածվել էր։ Դա համար հորդորում եմ, որ փաստաբանները առաջին հերթին եւ նրանք ովքեր որ սրծավեն կոնկրետ կեցված դրսևորեն գործով։ Շատ լավ, վերջին ինֆորմացիան, հա, Ռուսաստանի Դաշնության Ուկրաինայի եւ Թրամփի առաջարկի հետ կապված Ժնևում սկսվել է 3 է Թրամփի խաղաղության ծրագրի շուրջ ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները հաղորդում են ԶԼՄ-ները հաղում անելով Ուկրաինայի պատվիրակության անդամների նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ արդեն իսկ էսեն հայտնի Երմակն է, չէ, որ միլիարդների թալա անցկացրել է հանդիպում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների խորհրդականների հետ միջանկյալ մի բան, բայց կարծում եմ հետաքրքիր է։ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները ձախողված են։ MBC News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը։ Եվրոպացիներն ինձ ասում են, «Ո մենք ընդունում ենք պատժամիջոցների 19-րդ փաթեթ»։ Կարծում եմ, եթե ինչ որ բան անում են 19-րդ անգամ, ուրեմն այն ձախողվել է։ Մենք շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Ամերիկան եւ նախագահ Թրամփը անում են անվտանգության համար եւ մենք մնում ենք հնարավորինս կառուցողական, իր տելեգրամ-ալիքում գրել էր Զելենսկին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալում վերահրապարակել է իր որպես կայսեր լուսանկարը, դա իր աննորմալությունների շարքից է Թրամփի։ Եթե ես չեմ տեսել Եվրոպայի կողմից որևէ հակապլան ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ես չեմ տեսել Եվրոպայի կողմից որևէ հակապլան ուկրաինական հակամարտության կարգավորման համար հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հիշեցնենք, որ ուրեմն 3 չորը Ժնևում տեղի ունեցել ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների հանդիպում, որտեղ քննարկվել էր ԱՄՆ խաղաղության ծրագիրը։ Ամեն ինչ փոխվում է եւ Թրամփի թիմը լսում է մեզ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Քննարկումների արդյունքում ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունները մշակել են թարմացված եւ կատարելագործված խաղաղության կոնցեպտ, նշում է Սպիտակտան եւ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի գրասենյակի կողմից տարածած համատեղ հայտարարության մեջ Ուկրաինան եւ ԱՄՆ-ն համաձայնեցել են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աշխատանքը համատեղ առաջարկների վրա, նրանք նաեւ սերտ կապի մեջ են կմնան իրենց եվրոպացի գործընկերների հետ։ Ահա այսպիսի ինֆորմացիա է դուրս եկել, հիշեցնեմ, որ ինչ տեղ ունեցավ 3 օր առաջ, այդ փաթեթում ըստ էության ինչ կար, Ղրիմը Լուգանսկ եւ Դոնեցկը դե ֆակտո ուրեմն ճանաչում էին Ռուսաստանի Դաշնության տարած, Խերսոնն ու Զապորոժից, այսպես ասած, հրաժարվեին, այնտեղ բուֆերային գոտի էր ստեղծվում, ոչ մի խոսք չկար
ուրեմն սանկցիաներից հրաժարվելու մասին, գուցե դա ապագայի քննարկվելի հարցներ, այնտեղ ինչ էին առաջարկում, այո, պիտի հրաժարվեին իրենք ՆԱՏՕ մտնելուց, միջուկային անվտանգության երաշխիք պիտի տրվեր իրենց եւ առաջին հայացքից շատ ոգևոր չէր այն իմաստով, որ պիտի պատերազմը կանգնեցնել, բայց ես հետևում էի ռուս վերլուծաբանների խոսքին, բավականին սուր քննադատության էր ենթարկում այս փաթեթը, գիտեք, որ սահմանադրության արդեն 4-5 տարածքը Պուտինը Ռուսաստանի Դաշնությունը տարած այո, իրենց տարածքն է, սա նշանակում է հրաժարվել իրենց տարածքից եւ իրենց հայրենակիցներից, ասում են դա հնարավոր չի, մյուս կողմից ասում են հրաժարվելուց Դուման որոշում ընդունել նախագահ ստորագրել այդ փաստաթղթի տակ իրենց Ռուսաստանի նախագահն է ստորագրել բուֆերային գոտի ես ասել եմ այդ 4 շրջանները Դոնեցկ, Լուգանսկ, Խերսոն, Զապորոժիա եւ Ղրիմը բուֆերային գոտի Ռուսաստանը դիտարկում է Օդեսա Նիկոլաև, Խարկով, Սումա, Դնոպրոպետրովսկ 1 երկրորդ դենացիֆիկացիա, այսինքն այդ իշխանությունները, որը Ռուսաստան նախագահ վերջերս գնահատեց որպես հանցավոր խումբ, հաշվի առնելով այդ մեծ աղմուկը, $100 միլիոն, բայց ես կարծում եմ սա ընդհանրապես Պուտինն էլ հայտարարեց, որ ահաբեկչական պետություն է Ուկրաինան, քաղաքական իշխանությունը նստած համապատասխան բանդա է, այսինքն քաղաքական իշխանություն չկա։ Դա դենացիֆիկացիան է։ Իշխանության գլխին հանցագործ խումբ է նստած, այո։ Եվ դեմիլիտարիզացիան 600,000-ից բանակ։ Այդպես էր այդ փաստաթղթի մեջ։ Հիմա եթե մենք առարկայապես նայենք, այո, Ռուսաստան Դաշնության նախագահի Բայց ամերիկան սրանից էլ էր օգտվում, այն ռուսական միջոցները, որ գտնվում են բանկերում, դրանից պիտի 100 միլիարդ ուղղեին վերականգնմանը, 100 միլիարդն էլ գնում էր Ամերիկան ինքը պիտի տնօրիներ այդ գումարներին։ Հիմա ասեմ ձեզ, սա Ռուսաստան Դաշնության նախագահի 22 թվականի փետրվարի 24-ի հայտնի հատուկ ռազմական գործողություն սկսելու պահանջների մի մասն է, ոչ բոլորը։ Վստահաբար, որտեղ դենացիֆիկացիան նշանակում է, որ այդ երկրի իշխանությունները ամբողջովին պետք է ոչ միայն հրաժարական տան, այլև քրեական պատասխանատվության ենթարկեն, մասնավորապես Նյուրնբերգի դատավարության ժամանակ նացիզմի դավանող եւ նացիզմ այլ ժողովուրդների վրա այսպես ուժով բռնությամբ կիրառող սուբյեկտները, իսկ որ Ուկրաինան կոնկրետ նացիստական պետություն, կարծում եմ, որից մեկի համար կասկած չի հարուցում, հաշվառնելով, որ այդ պետության գոնե խորհրդանիշներից մեկը Բանդերան է, հա, նախկին նացիստական Գերմանիայի ծառայակիցներից մեկը։ Եվ երկրորդը դեմիլիտարիզացիա։ Ուկրաինան պետք է չունենա բավարար չափով բանակ, որը սպառնալիք հանդիսանա իր հարևաններին, այդ թվում եւ առաջին հերթին Ռուսաստանին։ Այդ պայմանագրում 600,000-ից բանակ է գրած, որ պիտի ունենա։ Ես կարծում եմ նախ Բրիտանիային Եվրոպային ձեռք չի տալիս, որ պատերազմը կանգնի, իրենք իրենց շահեր ունեն գլոբալիստները։ Խոսքս Միացյալ Նահանգների նախագահային 1 տարուց պակաս ժամանակ կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, այնտեղ պարտություն հաջորդ նախագահականում դեմոկրատների հաղթանակ, հաշվարկը սրա վրա է։ Ռուսաստանին որպես միջանկյալ տարբերակ միգուցե ձգելով ձեր տա, բայց ես անկեղծ ասած չեմ հավատում, որ ռուսական կողմը այս պայմաններով, ինչի մասին 15 կետանոց հրապարակվել է ամերիկյան կողմը, իհարկե ռուսական կողմը ասել է, որ իրենք իրազեկ են, հա, եւ պետք է քննարկեն։ Բայց եթե պատերազմը շարունակվեց, այս բանակցությունից հետո, գիտեք, ռուսական կողմը ոչ թե այդքան բարձրաձայնում է, որ գիտեք, իմ պայմանների պահանջների մի մասը չկա այդ փաստաթղթում 15 կետանոց, այլ ինքը հրաշալի գիտի, որ ուկրաինական կողմը միանշանակ մերժելու է։ Բարձր եմ ասում, որտեղ բրիտանացիք ասել են չեք ստորագրելու։ Սա նշանակում է, որ ռուսական կողմը չդիտվի որպես բանակցություններ ցախողող կամ խաղաղություն չուզող պետություն։ Այսինքն պատերազմ ուզող եւ խաղաղություն չուզող պետությունը կամ վարչակազմը դիլի Ուկրաինան։ Եվ երբ որ Ուկրաինան ինքը չի ստորագրելու վստահաբար, այդ ժամանակ կարծում եմ ռուսական կողմը իրեն լրիվ իրան կվերապահի, արդեն զինական ամբողջ զինանոցը օգտագործել Ուկրաինայի տարածքում։ Այդ ժամանակ խաղի մեջ կմտնեն առնվազն Միացյալ Նահանգների համար էլ աուսարսափ երկու հրթիռներ, խոսքս Արեշնիկի եւ Բուրևեստնիկի մասին է։ Այն ժամանակ Ուկրաինայի ամբողջ ռազմական ներուժը ամբողջովին եւ շատ արագ կոչնչացվի։ Արեշնիկը մեկ անգամ օգտագործեցին, մեկ հրթիռը Յուժմաշը հաշված վայրկյանների ընթացքում այդ հսկական տարածքի ամեն ինչով ոչնչացվեց։
Ես պատկերացնում եմ, եթե այդ արիշնիկները այլ տարածքների վրա աշխատեն, ել չեմ ասում բուրիվեստնիկը։ Ուստի եւ բայց այն որ վերջը երևում է, ինչպես ասեն 45 թվականի մայիսին է երևում է։ Ռայխստագի վրա դրոշը բարձրացնել է։ Հերթական շոուն է եւ բլեֆն է Թրամփի զբաղեցնելու, որտեղ ինքը ներքին լուրջ խնդիրներ ունի։ Ես նկատի ունեմ, որ Ռուսաստանը հաղթելու է, խոսքը սրա մասին է։ Ամերիկան իհարկե ուզում է կռիվը կանգնացնի, Ամերիկայի ուզածը ինչը, որ գոնե այն Ուկրաինայի այն մասը, որը որ մնացել է այս կամ այն չափով, պահի, որտեվ այդ Ուկրաինայի մասը եթե պահեց իր բանակով, որոշակի տնտեսությամբ, այդ որում 11 կետի մեջ նշած էր, որ ռուսական կողմը նաև իրենց սառեցված ակտիվներ կներդրում անելու։ Այսինքն դուք կարծում եք Ռուսաստանի այս 4 տարածքները Օդեսա հետո շատ ավելի առաջ կգնա։ Ես կարծում եմ այսպես, Ռուսաստանը չի մերժում այս պահին Տրամփի առաջարկը, բայց ասում է պիտի բանակցենք, այսինքն կետեր կա, որ իրենց համար ցանկալի չի։ Ուկրաինան փորձելու է մերժել, որը Ռուսաստանին հնարավորություն կտա այդ մերժումից հետո ավելի խիստ գործողությունների անցնել Ուկրաինայի տարածքում։ Ռուսների համար նորից եմ ասում, այս բուֆերային գոտին խիստ կենսական է։ 1. Այդ ՆԱՏՕ-ն չլնել ՆԱՏՕ-ի անդամակցել դի երկրորդական է, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկրները այսօր Ուկրաինային օգնում են, կապ չունի, որ դու այդ կազմակերպության անդամ լինես, որ ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնես։ Բայց մյուս կողմից է կարող է արագացնի, գիտեք, որ այնտեղ 1-2 անի կողմից դիմադրություն կա այդ միջոցները տրամադրելու, ավելի արագացնեն եւ այդ 2-300 միլիարդը հասցնեն Ուկրաինա։ Ես հիմա միտքս եւ նաեւ Միացյալ Նահանգներն թերար հրթիռները վերջնական այդպես տրամադրի։ Ես միտքս ավարտեմ, Միացյալ Նահանգների նպատակը գոնե պահել Ուկրաինայի ինչ որ մեծ մասը, որը 1 սերունդ հետո հիշեք, 1 սերունդ էլ չէ, 10 տարի հետո ինքը պոտենցիալ Ռուսաստանի դեմ եւս սրած սուր է, ինչու։ Որտեղ են երեխաները, որ այսօր 8, 10, 12 տարեկան են, որոնք ճակատում չեն, որոնք կորցել են ծնողներ, եղբայրներ, տուն, ավեր, աշխատանք։ Ամեն ինչ կախված է դրանից, թե ինչ քարոզ է գնալու ինչ է։ Հիմա Չեչնիայում չէին մորթում իրար չեչեներն ու ռուսները, բա հիմա ոնց են համատեղ բանում։ Բայց այդ չեչեները 10-15 տարի փորձում էին արմատախիլ անել։ Դա այդպես հեշտ չի, մի վարքյան։ Հիմա մեզ որ նվեր ա բերում Նիկոլը 30 տարի հակահայկական ադրբեջանցիներին այդ սրով ուր տանելու եւ դա շարունակվում է։ Այստեղ եթե մի քիչ ուրիշ քարոզ գնա։ Մի րոպե, Չեչնիայում քարոզը անում են Ռուսաստանի ղեկավար, բայց այն Ուկրաինան, մի վարքյան, այն Ուկրաինան, որ մնալու է այն կողմի վրա, այնտեղ քարոզը ռուսները չեն անելու։ Այնտեղ անելու են ամերիկացիք ու եվրոպացիք։ Ներհայտնի չի ինչ հարաբերություններ կձևավորվի ինչ։ Վստահաբար եմ ասում, Ամերիկայի ուզածը որն է այդ մեծ կտորը պահելը, որ 10 տարի հետո այդ մեծ կտորի վրա այդ երեխեքից սարքի պոտենցիալ Ռուսաստանի դեմ կռվող բանակ։ Սա է։ Պահպանի գոնե, որտեվ եթե հանկարծ այս պահին կռիվը չկանգնեց, Ռուսաստանը ամբողջ Ուկրաինան է վերցնելու, ասեմ ձեզ։ Ռուսաստանը ամբողջ Ուկրաինան է վերցնելու։ Դա Ամերիկային ձեռք տալիս է, Եվրոպային այսօր ձեռք տալիս է, իհարկե ոչ։ Տրամփը եւ Տրամփի քաղաքական թիմը հաշվում է, որպեսզի չկորցնես ամբողջ, ինչպես հայտնում էր, ասում էր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը Կորեյկոն, որպեսզի չկորցնես ամբողջը, պիտի տաս մասը։ Հիմա Ամերիկան ասում է մասը վերցրու Ռուսաստան, որպեսզի ամբողջը չկորցնի, որտեվ այդ ամբողջը 10-15 տարի հետո Ռուսաստան դեմ նոր սուր է սրվելու։ Եվ պատական չի չէ որ 600,000 բանակ կարա պահի։ Պատական չի չէ որ տնտեսությունը պիտի վերականգնվի։ Պատական չի չէ որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կարող են օգնել, արգել չկա, ոնց որ հիմա են օգնում, վաղնել են օգնելու։ Եվ դա համար պետք չի ՆԱՏՕ-ին անդամակցել։ Ես կարծում եմ, սենց Ռուսաստանի քաղաքականությունը այսօր այդ հարցում հետևյալն է։ Ինքը Տրամփի առաջարկը ասում է մենք չենք մերժում, մենք ողջունում ենք, մենք կքննարկենք։ Իսկ Ուկրաինան ինքը ասում է ես մերժում եմ։ Որպեսզի Զելենսկին չմերժի այդ հայտնի կոմպրոմատների պատմությունը ամերիկացիք ջրերս հանեցին 100 միլիոն, բայց այդտեղ միայն 100 միլիոն չի, եվրոպացիք այդ միլիարդներ են լափել։ Նույն Զելենսկին իր թիմը եվրոպացի Կայա Կալաս եւ այլն, այդ բոլոր այդ գործակների մեջ են։ Այսինքն Ամերիկան գոնե այսօր փորձում է ինչ-որ մի մասը տա ռուսներին, որ մյուսը պահի։ Եվրոպացիք ասում են չէ, պատերազմը գնալու է 1 տարի, 2 տարի, ուկրաինացի մինչև վերջին ուկրաինացի զինվորը պատերազմ, ինչու՞։ Որտեվ 2 տարի հետո Ռուսաստանի դաշնությունը ըստ իրանց չի հաղթելու, ինչ որ տարածքներ վերցնելու է։ Բայց որը կլինի պատճառ, որպեսզի Տրամփը չընտրվի, որպեսզի դեմոկրատները հաղթեն հանրապետականներին։ Բրիտանիայի, Եվրոպայի ամբողջ քաղաքականությունը հիմնվում է սրա վրա։ Կներեք, այսքանը։ Քանի որ սկսեցինք այս թեմայից, ամփոփեք, հա, մեկ նախադասությամբ, ինչու չպիտի հրաժարական տա
կաթողիկոսը։ Վեհապար Հայրապետը իրավունք չունի հրաժարական տալու, չկա։ Ուրեմն եթե Աստված մեր ասե, մեր 4 նվիրապետական աթոռներից որից է մեկի, խոսքը միայն Էջմիածնի չի, եւ ես մի օրինակ բերեմ, Պոլսո հայոց պատրիարքը, arczepiskopos Մուտաֆյանը, վատառողջ էր, ունակ չէր իր պարտականությունները կատարել, բայց կարգավիճակով ինքն էր պատրիարքը, կար տեղապահ, տեղապահն էր գործեր անում, եւ հետեւաբար մարդը ֆիզիկապես եթե ներկա է ինքը կապ չունի նույնիսկ առողջական վիճակնությամբ, կարգավիճակ իրենն է։ Աստծո որոշումը մարդը չի կարող փոխել։ Իսկ Վեհապար Հայրապետը օցիալը, այսինքն Աստծո որոշումով, Սուրբ Հոգու որոշումով, որից մեկը իրան չունի բեկանել։ Ասում եմ, առողջականը շատ վատ է, տեսականորեն։ Աստված մեր Վեհապար Հայրապետին երկար տարիներ կյանք տա։ Իդեպ օրինակ բերեմ մեր Վրաստանում, հարևան Վրաստանում։ Իրենց հոգևոր առաջնորդը Զարամյան, բականին մեծ տարիքով եւ ունակ չի, առողջական թույլ չի տալիս, որպեսզի եկեղեցու գործերը վարի։ Ինքը կարգավիճակով ինքն է վրաց եկեղեցու հոգևոր առաջնորդը, բայց կա տեղապահ։ Այնպես որ Վեհապար Հայրապետը չի տա, իրավունք չկա եւ ես համոզված իմ ներքին համոզումն եմ ասում, վրացի ժողովուրդը ոնց պաշտպանեց իր եկեղեցին։ Եվ համոզված եմ, որ Վեհապար Հայրապետը ներքին համոզումն է, չկա նման բան։ Հետաքրքիր է, ինչ լոլորներա խոսել, եթե ունեք սա սղագրած հենց հիմա է, Պապիկյանը Ալեն ասել էր, չէ՞ որ դեռ 110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք, այսինքն Հայաստանից էլ պետք է մի 110 քառակուսի կիլոմետր տան։ Այն 1000 քառակուսի կիլոմետրը, որ արդեն վերցրել են Հայաստանի Հանրապետությունից, դրա մասին խոսք չկա։ Ինչ որ բան ասել է, թե ինչ որ լոլորների շարք։ Պաշտպանությունը արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է, ճեպազրույցի ընթացքում ասել է Պապիկյանը, Փաշինյան հայտարարության թե մեզ հիմա ոչ թե մարտունակ բանակ է պետք, ես ուրիշ հարց եք տալու, ինչ ուղարկեցիք ին։ Դե կարող եք, չէ՞, ընթացքում լսել, ինչև է լավ, կլսենք հաջորդ հաղորդմանը, խոսենք սրա մասին։ Շնորհակալություն, պարոն Ապիցյան։